Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, Civic-ի տաղավարում Հայկ Սուքիասյանն է, բարև ձեզ պարոն Սուքիասյան, շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Քարոզարշավը մոտենում է ավարտին, ինչ դիտարկումներ ունեք, մի կողմից իշխանությունը ներկայացնում է իր օրակարգը, ինչ է լինել ընտրություններից հետո, եթե իրենք վերընտրվեն, մյուս կողմից ընդդիմությունը ամեն դեպքում սոցհարցումներով առաջատար ընդդիմադիր ուժերը 300,000 ադրբեջանցիների թեզով Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման օրակարգն են առաջ տանում, ինչքան էլ սա հերքվել է իշխանությունների կողմից։ Այս օրակարգով քարոզարշավը ինչպես է գնահատում։ Բայց կառուցվածքը լավ հասկանանք, դրանք ընդդիմության տեղը զբաղեցրած ժողովրդության ջահագիրներ են, դրանք ինչ կապ ունեն ընդդիմության հետ։ Դրանք հատված են, որոնք ծնված օրվանից իրենց ռուսերենից մի հատ սիրած ռուսերենից բառ օգտագործեն, դրիսիրովկա են արվել, որ պետության դեմ գործեն։ Պարզ է, որ ցանկացած քաղաքական ուժ ինքը պետք է քարոզարշավանի իր ծրագրերին, իր աշխարհայացքին, իր ինքնությանը հարազատ թեզերով։ Հիմա այս մարդկանց ինքնությանը դա է հարազատ։ Սրանց ծրագրերի մեջ Հայաստան չկա, սրանց ծրագրերի մեջ եւ վարքի մեջ հայ ժողովուրդ չկա, կա որպես կաշառքի առարկա, օբյեկտ։ Եվ այս մարդիկ ինքնություն չունեն, սրանք կախյալ ինքնությամբ ուժեր են, օրինակ սրանց դիսկուրսից Ադրբեջանը հանես, ասես դուք ով եք, իրենք չեն կարող բացատրել։ Սա կախյալ իրենք իրենց ինքնությունը ճշտում են Ադրբեջանով։ Ադրբեջանն է գալու 300,000-ը, եթե հանեք Ադրբեջանին, իրենք ոչ մի բան են։ Բայց դա պարզ է, քանի որ նպատակ ունեն պետության կյանքը ուտելու, քանի որ նաև վզներին պարտականություն կա, զբաղված են հոգեբանական, քաղաքական դիվերսիայով, տագնապի մեջ պահելու սեփական ժողովրդին, բայց այդ սեփական, որ ասեմ, ես իրենց հարազատ չի մեր ժողովուրդը, էլի դրա համար իրենք հեշտությամբ են այդ դիվերսիան անում եւ արդյունքը ցույց է տալիս տարբեր սոցիոլոգիական հետազոտություններ, բայց կարող եք այդ հետազոտությունները թողեք արտաքին դիտարկումով էլ նայենք, այս հատվածը ոչ մի շանս չունի իշխանությամբ, ընտրություններով գալ իշխանության, բայց դա քանի որ կա, իրենք էլ գիտեն ամեն դեպքում մենք նկատի ունենք, որ մեր ժողովրդի մեջ կա հատված, դա լավ չի, դա ցավալի է, բայց մեր ժողովրդի մեջ կա հատված, որ դրանց ձայն է տալու։ Դա հոսանք է, որ դարերից կուտակվել է մեր մոտ, ենթակայական մտքի ճորտության հոսանքն է, որը կա մեր մեջ։ Նայեք, ժողովուրդները ժամանակին այդ ստրկատիրական շրջանը ապրել պրծել են, մենք որպես ժողովուրդ չենք ունեցել ստրկատիրության շրջան, երևի նոր է մեզ մոտ այդ ֆորմացիան, դե անցնենք այտենց ճորտի հոգեբանությամբ, իհարկե հայկական արտաքինով, բայց ռուսական հոգով մարդիկ են, դրանք քշում են մեր պետության դեմ, բայց ես վստահ եմ, որ այս ընտրություններով այդ ենթակայական միտքը ռուսկի միրի աշխարհայացքը, որը կողքներիցս քայլում է, նայեք, ռուսական մտածողությունը մեր ազգային մտածողության բաղադրիչ է եղել, դա լավ բան չի, կամ ենթաբաղադրիչ, այդ բաղադրիչը պետք է ընտրությամբ ջարդվի, ես վստահ եմ, որ այդպես էլ կլինի։ Պարոն Սուքիասյան, իրենք իրենց հաղթանակին հավատում են, որ ամեն օր ասում են այսքան օր մնաց մինչև Սամվել Կարապետյանը դառնա վարչապետ, այն ձայնագրությունները, որ ամեն օր հրապարակվում են, նույնիսկ այդտեղ կասկածի տեղ են թողնում հենց իրենց համակիրները, որ թե չընտրվի Պերև առոտ անենք Ռուսաստանում, հրապարակումները նաև որ միջազգային մամուլում եղավ, հետընտրական ավելի շատ սցենարների մասին են խոսում։ Չէ, պարզ է, որ իրենք խելք չունեն, այդ հաստատ է, իրենք փչոցների վրա ստեղծված քաղաքական ուժ են, քաղաքական էլ չէ, ինչ-որ կառույցներ են։ Չէ, վստահ եմ, որ իրենք չեն հավատում, բայց պետք է ձևացնեն, որ նախ գիտեք մի քանի տարբերակ կա, հանրային գիտակցության վրա ազդեցություն թողնելու տեսանկյունից, տագնապ առաջացնելու տեսանկյունից, բայց նաև հաշվետվություն են տալիս Ռուսաստանին,
որովհետև ասել են, չէ, որ Ռուսաստանը ասին, էսի միջքան $1 միլիոն սրանց վրա փող պետք է ծախսես քծիպներին, որ իրենք ունեն այդ փողը, բարձրապես Ռուսաստանը գիտի իր մարդիկ ովքեր են, գիտի որ քծիպ է, դրա համար ասել է փող էլ կտամ։ Հիմա երևի այդ փողի հաշվետվությունն են տալիս, դե անցած ենք բան, երևի հələ փող պետք է Ռուսաստանից որ գա, թե չէ, բարձր է որ իրենք էլ գիտեն, որ իրենք չեն անցնելու։ Մյուս մասը կարող է պատկեր են ուզում առաջացնել իրենց գերակայության, անցնելու հավանականության, որովհետև կարող է փորացավ ունեն կամ մտքների մեջ կա, որ հետո գնան հետընտրական գործընթացների։ Դե հետընտրական գործընթացների գնալու համար թեզեր են, չէ՞, պետք է ասեն, բա մենք անցած էինք, բան դրա համար են գնում։ Չնայած ես վստահ եմ, որ հետընտրական գործընթացների համար հիմք չկա, որովհետև մի հատ հիմք կա հետընտրական գործընթացների գնալու, այդ հեղաշրջում որոջալու, եթե ընտրություն է կեղծվում։ Եթե ընտրություն չի կեղծվում եւ մեր պրակտիկան ցույց է տալիս, որ մենք ընտրություն չենք կեղծում արդեն, սովորել ենք չկեղծել, ապա իրենք ոչ մի իրավական հիմք չունեն գնալու հեղաշրջման process-ների, բայց դա պետք է նկատի ունենանք, որ իրենց այդ ժողովուրդ չկա։ Չկա իրենց այդ ժողովուրդ, որովհետեւ նախ իրենք մեր ժողովրդին հարազատ չեն, որովհետեւ չի կարող էլի մարդ խելք ունենա եւ գնա խոսի արժանապատվությունից, գնա սեփական ժողովրդին անարժանապատիվ գործարքներ առաջարկի, կաշառի, ձայնը առնի։ Սրանց որ նայեք արտաքին տեսքինի խափնվեք սրանց։ Սրանք գիտելիք չունեցող մարդիկ են, սրանք պարզապես շուստերի են, խորամանկ են։ Իսկ օրինակ Հեգելը ինչ է ասում, ասում է խորամանկությունը մարդու բնավորության ամենաստոր գիծն է, որը խելքի հետ կապ չունի, դա բնազդների հետ է կապված։ Օրինակ, եթե մարդու գիտելիքը շատանում է, գիտելիքը սկսում է բնազդները ճնշել։ Իսկ եթե գիտելիք չկա, փոխարենը բնազդներն են ուժեղանում։ Ոնց է, չէ՞, բնության մեջ կենդանիները բանականություն չունեն, բայց ուժեղացած է բնազդը, չէ՞։ Հետևաբար, եթե տեսնեք Շուստերի որևէ մեկին, իմացեք հասարակագետ է, ըստ Հեգելի, եւ իրենք փորձարկենք իրենց վրա, իրենք գիտելիք չունեն, էլի։ Պարզապես դա հատված է, որը ծրագիր չունի, առաջարկ չունի սեփական ժողովրդին, որտեղ եք մի բան էլ կա, կարող են օրինակ նորմալ ծրագրերով գային եւ մի քիչ գրավիչ լինեին, նորմալ գաղափարներ առաջարկեին, ինտելեկտուալ բանավեճի մեջ մտնեին, բայց դա չկա այդ ամեն ինչը սրանց տակ, բարդի բորբոքյան հակաթուրքականություն, ուրիշ բան չկա։ Ընդ որում ասեմ, այդ Թուրքիայի վտանգն էլ, որ ենթադրենք կա օրինակ, բայց դա չափազանցված է, պարզապես ինչու է շատ բորբոքվում։ Իհարկե նախ մեր աշխարհընկալման խնդրեմ կա, որտեղ մենք օրիենտացիոն մտածողության ժողովուրդ ենք։ Ծնված օրվանից կանգնում է ոտքի, սկսում է կողմնորոշվել, արևմուտք գնա, Ռուսաստան գնա, թափառական ուղեղի գիտակցության ինչ-որ հոսանք կա մեր մեջ, էլի։ Մեկը սա է, որ այդ հոսանքներն է տանում հակաթուրքականություն, մյուսը ռուսական աշխարհայացքն է։ Իրականում Թուրքիայի վտանգ այդքան մեծ չի, բայց քանի որ այս մարդիկ ուզում են ճորտ մնան, պատրվակ է պետք։ Ուրեմն դի բորբոքեն հակաթուրքականությունը, բա ոնց անեն որ ճորտ մնան, բորբոքեն հակաթուրքականությունը, որ արագ հանձնվեն Ռուսաստանին, թե չէ իրականում է Թուրքիայի վտանգը այդքան չի։ Նաև պետությունն էլ կուտակել է բավարար իմացականություն, որսի կարողանա կառավարել այդ հարաբերությունները։ Բայց հարցը նաև մեր ժողովուրդը բաներ կա, ինքը պետք է նկատի ունենա։ Սրանց իհարկե, որ ասում են ծրագրեր չունեն, իհարկե չունեն, բայց մի երկու հատ թեզեր միշտ կա, էլի։ Այնպես Հարե Վիլսոնի Հայաստան հետ բերենք, էս բերենք, նայեք, մեր ժողովուրդը պետք է բաներ կա, որ դի ճիշտ գնահատի։ Այն ժողովուրդները, որոնք իրենց ծրագրերը, իրենց երազները հարմարեցնում են, պատշաճեցնում են իրենց պետության, աշխարհագրությանը եւ ուղղություններին, այդ ժողովուրդները երջանիկ ժողովուրդներ են, այդ ժողովուրդները ունեն կյանք եւ ապագա, իսկ այն ժողովուրդները, որոնք իրենց ցնորքները, իրենց երազները, դրսից ծրացված ծրագրերը դարձնում են պետության ուղղություն, այդ ժողովուրդները երջանիկ ժողովուրդներ չեն կարող լինել, այդ ժողովուրդները դատապարտված են ժամանակի մեջ արագ հոգնելու եւ մահվան, չի կարող ժողովրդի ծրագիրը պետության աշխարհագրական դիրքից
պետության ընդհանրապես աշխարհագրական տարածությունից, պետության ուղղությունից հակառակ լինել, չի կարող։ Հիմա Հայաստանի աշխարհագրությունը եւ շատ ուրիշ բաներ արգելում է սրանց ծրագրերը։ Դեպապես բաներ կա, մենք պետք է նկատենք, մեր ժողովուրդը իր պետության աշխարհագրությունը պետք է լավ հաշվի եւ իր նպատակները, ծրագրերը հարմարեցնի իր պետության ուղղություններին։ Բայց սրանց առաջարկները էս բերենք, հետ բերենք, այն բերենք, պետության ուղղություններից դուրս է, եւ այդ ժողովուրդները, երջանիկ ժողովուրդները երբեք չի լինել։ Ընդհանրապես նայեք, երբ որ նաեւ բորբոքում են, հեսա գնանք բանակը, հեսա էս բերենք, այն բերենք, լսեք Ընդհանրապես բանակը, չգիտեմ, կամ ես իմ ինչ-որ ուրիշ բան, դա արդյունավետ է կարճ ժամանակում եւ պատերազմի մեջ, երկարաժամկետ ռազմավարության մեջ, միևնույն է, դուք պիտի այդ նոր ձեռքբերումները, ցանկացած ձեռքբերումները հարմարեցնեք ձեր աշխարհագրական կացությանը, որտեղ այդ աշխարհագրական պայմաններն են թելադրում, դուք երկարատև, հարատև կյանք կունենաք, թե էլի կխրվեք ցեխի մեջ։ Հեքիաթներ չպատմեք, մենք հիմա եկել ենք գոնե գիտակցել ենք, եկել ենք այն գիտակցության, որ մենք մեր աշխարհագրությունը պետք է հաշվի առնենք։ Օրինակ, երբ որ մարդիկ խոսում են, չէ, աշխարհաքաղաքական բաներ, չէ, հիմնախնդիր, աշխարհաքաղաքականություն ինչ է։ Դա աշխարհագրությունից բխող քաղաքականությունն է։ Աշխարհագրությունն ունի իր քաղաքականությունը, դուք չեք կարող դրանից դուրս ցնդաբանություններ խոսել, բայց այս մարդիկ, դա իրենց ծրագրերը Հայաստանի աշխարհագրությունից դուրս են, հաշվի չեն առած։ Դրա համար հայությունը 200 տարի մորթվում է։ 200 տարի եւ հիմա հանկարծ ելք է որոնել, խելքը գլուխն է հավաքել, հասկացել է իր դարերի խնդիրները, հասկացել է իր աշխարհագրությունը, հասկացել է աշխարհի դրվածքը, էլի այս ճորտերը կախվել են ոտից։ Եվ այտենց ռուսական ճորտությամբ քշում են պետության դեմ։ Բայց մեր կյանքը, մեր պրակտիկան ապացուցում, որ իրենք շանս չունեն։ Իրենք նաև այս ձայնագրությունների մեջ հրապարակում ինչ-որ զինված տարբերակով հաջողության հասնելու հնարավորությունը մի քանի կոպեկ ավել տար Սամվել Կարապետյանը խփեին վարչապետի մասին է կարծես ակնարկը Ինչ է սա նշանակում հնարավոր են օրինակ այսպիսի պրոցեսներ այն իմաստով թե այսչափ կարևոր է Հայաստանում օրինակ իշխանություն փոխելու ծրագրերը։ Իհարկե կարևոր է, Ռուսաստանի համար խիստ կարևոր է։ Նախ որպես աշխարհագրություն, որովհետև մեր տարածքը ռազմավարական նշանակություն ունի միջազգային կապուղիների մեջ։ Իհարկե մենք դա չենք իմացել, որովհետև մենք այս 200 տարվա զառոցներ ունենք, դե մենք փոքր ենք, փոքր ժողովուրդ ենք, այն բան կա, այն 4000 տարեկան նախագահը, որտեղ մենք ինչ ունենք, ռեսուրս չունենք, ունենք, շատ բան ունենք, բայց այդ ինչ են արել։ Ասել են բան չունենք, որ թալան են, չջոկենք, որ թալան են անում, էլի։ Իրականում մենք շատ բան ունենք։ Իհարկե հա տարածքը կարող է բանը չի, ասենք Ռուսաստանի տարածք, բայց բավարար տարածք է։ Ստրատեգիական իմաստով մեր պետությունը շատ կարևոր է Ռուսաստանի համար։ Նաև մեր ժողովուրդն է շատ կարևոր, որովհետև լավ մատերիալ է։ Ինչ ասես տվել է իրենց համար, մարշալներով, գիտնականներով, մշակույթով, ինչ ասես տվել է։ Երկրորդը դե մատերիալ է պետք, բա Ուկրաինայում ով կարվի։ Դրա համար հա շատ կարևոր է, ագրեսիվ կերպով իրենք գրոհում են պետության դեմ եւ հա կարող է նաև նման նպատակներ ունենալ ու կոնկրետ այդ որ խոսացել է, այսօր ցնդած խոսացել, ապա շատ տար խփենք բանը, ինչքան տալ, ձեզ ինչքան են տա, նախ քծիպ են սրանք տվող չեն, այդ իմացեք։ Երկրորդն դուք եք փորը գնալու եւ մեր իրավապահ համակարգի աշխատանքը ապացուցում է, որ այդ ինչ դուք նախատեսում եք, բռնվելու եք մի օր, էլի։ Նաև այդ դասից եկածները, չէ, արդեն կարծեմ ձայնագրություն կար, որ մեկին արդեն ձերբակալել են։ Բայց ելի եմ ասում, իրենց դա ողբերգությունը անհատապես այդ մարդու համար, բայց դա իրենց ուղարկածների համար ոչ մի բան է, որտեղ իրենք գիտեն, որ իրենք մարդ չեն ուղարկել, մատերիալ է։ Իրենք այդ մարդկանց այդպես են վերաբերում։ Եվ նաև կարող չգիտեմ, ջոկել են այդ տեսակի աշխարհայացքի մարդիկ, որ սրանք կգնան նման բաներին, բայց պոտենցիալը, որ սրանք կարող են դրանով լուրջ հարց լուծել, չկա պոտենցիալ։ Կարծում եք վտանգավոր չէ, թե օրինակ 100,000 հայերի գալը, այսքան գումարը որ շրջանառվում է, օրինակ բաժանվում է։
կարծում եմ չէ։ Ինչ որ խնդիրներ բնական է, որ կառաջացնեն, բայց դրանք տակտիկական խնդիրներ են լինելու, ռազմավարության մեջ հարց չեն լուծի, որտեղ ասենք ձայների տարբերությունը իշխանության եւ այս միջհեղափոխական անցյալի դերակատարների շատ մեծ է։ Եթե ասենք 10% լիներ, հա, կարող է 100,000-ը հարց լուծել։ Բայց այդ 100,000-ի կառուցվածքը մենք հենց կհասկանանք, թող գան կհասկանանք իրենց են ընտրում, թե չէ, է կարող է մի մասը ընտրի էլի, բայց իրենց նպատակը էլ եմ ասում, այն չի, որ դրանք գան գլխավորապես ձայն տան։ Իրենց նպատակը, որ այդ մարդիկ գան ինչքան հնարավոր է շատ մարդ բռնվի։ Զանգվածային ձերբակալություններ լինի պետության մեջ, որպեսզի հետագայում դրանց միջոցով, դրանց տնեցիքի միջոցով փողոց լցնեն։ Իրենց բողոքի մատերիալ է պետք։ Իրենք գիտեն, որ այդ 100,000-ն էլ բավար, 300,000 էլ ուղարկեին, էլի բավարար չէր լինելու։ Դες ինչի համար են ուղարկում։ Դե հասկանանք նպատակները։ Ինչքան հնարավոր է շատ մարդ ձերբակալի, որ հետո հնարավորություն են ուրիշ տափակ բաներ անել, էլի։ Բայց դա մեր կյանքը, մեր պրակտիկան ցույց է տալիս, որ դրա արդյունավետությունը շատ ցածր է։ Քոչյանը ասում է, թե մեր հաղթանակը խլեն հեղափոխություն կանենք, դուք օրինակ Քոչյանին հեղափոխություն ավելի պատկերացնում կամ այդ երրագլխից վարչապետի նշած որևէ մեկին։ Նո, իհարկե։ Հեղափոխություն պետք է անի ժողովուրդը, բայց ինքը մեր ժողովրդին ատում է։ Երկրորդը իրենք մեր ժողովրդից 2 անգամ ընտրություն են գողացել։ Ինքը թող հələ իր գողացածները հետ բերի, հետո մի հատ մտածի իրենից բան պիտի գողանա, թե չէ, բայց իրենից ինչ պիտի գողանի, ինքը ինչ ձայն ունի, որ մի հատ էլ գողանա։ Չէ, իհարկե, պարզապես դե մարդ է, բան էր, որ պետք է խոսի։ Այս մարդիկ ոչ իրականության գիտակցում ունեն, ոչ մեր պրակտիկան են հաշվի առնում։ Այս մարդիկ իրանց ստեղծած ցնդած աշխարհում ապրում են, իրենց համար բաներ են խոսում, էլի։ Կարող է մի հատ ուրիշ բան ասել, էլի ցնդած։ Հիմա մենք պետք է նստած լինենք, այս մարդկանց ցնդած բաները խոսենք, չէ։ Պարզ է, իրենք էլ լավ գիտեն, որ նախ ժողովուրդը իրենց հետ չի, ժողովուրդը մերժել է իրեն ճորտության տանող խոսանքը, իր հոգին քրքրող, իր մարմինը քրքրող, իրեն աղքատության տարած, եւ նաեւ սրանք գիշատիչներ են, սրանք նորմալ մարդիկ չեն, եւ նաեւ դաժան մարդիկ են, որովհետեւ դե գիտեք ոնց է, կարելի է ենթադրենք մի քիչ էլ կոռուպցիայով զբաղվել, բայց սրանք կոռուպցիոներներ չեն, սրանք կողոպտիչներ են, կողոպուտով են զբաղվել սրանք եւ ունեցել են ատելություն սեփական ժողովրդի նկատմամբ եւ միշտ գողացել են այդ ժողովրդի ձայնը, միշտ փորձել են կաշառել, գողանալ, հետեւապես ինքը թողի գողացածները հետվե, նախ հələ փողերը թող հետ տա, որովհետեւ տեսեք ինչ դժկամությամբ է տալիս էլի, երկրորդը հələ մեր ժողովրդի գողացած ապագան թող հետ տա ինքը, հետեւապես իրենք հայ, ինչ ուզում են թող խոսեն, իրենք ընտրությամբ իշխանության գալ չեն կարող եւ ես հույս ունեմ, որ մեր ժողովուրդը հավաքական մեծամասնությամբ այս անգամ անես կգետնի այդ հոսանքը, որտեվ այստեղ կարևորը այս մարդիկ չեն, հոսանքն է կարևորը, որտեվ եթե հոսանքը մնաց, հետո նորից ծնաստման մարդիկ կգան էլի, մեկին կճարեն, այս մեկը ասենք բիզնեսմեն է, այն մեկը կասեն, չգիտեմ ով է ասենք, եսի ինչ ասենք բառանցքամարտիկ է, մի հատ մեկին կբերեն, էլի, հոսանքը պետք է կոտրվի, որտեղ այդ հոսանքն է սրանց նման մարդ բերում։ Եվ ես հուսում եմ մեր ժողովուրդը այս անգամ այդ դատությունը ճիշտ կանի։ Հիմա Ռուսաստանի այս ամենօրյա արձագանքները, հետաքրքրությունները մեր ընտրություններին, երեք իհարկե շնորհավորանք եղավ վարչապետին Պուտինի կողմից ծննդյան կապակցությամբ, բայց ամեն օր ինչ-որ մի նոր ապրանքի վրա բան են դնում, սանկցիա են դնում, հնարավոր չի լինում նաև տնտեսվարողներին են փորձում ճնշել սրանով, ինչ է ուզում Ռուսաստանը ձեր կարծիքով այս սրանով հասկացնել Հայաստանին, մի հատ էլ հանրաքվե է պահանջում Հայաստանում անել։ Նայեք, Ռուսաստանը մեր ներքաղաքական կյանքում ներկա է սրանց միջոցով եւ սրանց տրվող թեզերի միջոցով ընտրությունները մոտենում են եւ Ռուսաստանը ինչ է անում ներհասարակական կյանքի մեջ որոշակի խնդիրներ է առաջացնում իրականում նայեք ընտրությունից հետո ամեն ինչ խաղաղվելու է ոչ մի բան չեն անելու այդ սանկցիաներն են մոռանալու ամեն ինչ մոռանալու են որտեղ իրենք գիտեն, որ դա միջպետական հարաբերությունների մեջ արդյունավետություն չունի։ Պարզապես դե միջև ընտրությունները հասարակության մեջ բողոքի ալիքներ պետք է լինի։ Մեկից աղիկը արկել են, դրան ուղեն պետության դեմ, ասեն գնա բանը Ռուսաստանին ընտրի։ Ասեն որ Փաշինյանի պատճառով եղավ։ Այսինքն դա
այդպիսի նպատակ ունի։ Ես ուզում եմ մեր ժողովուրդը հանգիստ լինի, իմանա, որ դրանք կարճատև տևողության ինչ-որ բաներ են, զեղումներ են Ռուսաստանի կողմից, որպեսզի ռուսական թևը Հայաստանում մի քիչ շատ ձայն ստանա, որ ոգեն տագնապ, հուզականություն, վախեր, դրա վրա մի քիչ հնարավորություն ունենա սրանց շատ ձայն տան, բայց դրանից հետո ամիշ խաղաղվելու է, որտեղ Ռուսաստանը լավ գիտի, որ նախ ինքը այսօր աշխարհից մեկուսացած պետություն է, Հայաստանը Ռուսաստանի համար շատ կարևոր պատուհան է։ Հայաստանի տնտեսությունը շատ կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի համար։ Ընտրություններից հետո ամիշ կարգավորվելու է։ Կարող է շատ ավելի հարմար պայմաններով։ Եթե մի քիչ Հայաստանը սկսեց հոխորտալ, դուք կտեսնեք ընտրություններից հետո կտեսնեք, երբ որ Հայաստանը սկսեց մի քիչ հոխորտալ, կտեսնեք ինչքան լայն բացված ձեռքերով են Հայաստանին ընդունելու։ Իրականում նպատակը այդ չի։ Իրենք էլ պետությունները այդպես չեն աշխատում։ Սրանց գիտեն բան է, էլի։ Պուտինը ասել է, դե որ ապրանքը սանից հետո էլ է լինել, չէ, դրանից հետո չի լինելու, դրանից հետո ավելի լավ է լինելու Հայաստանի համար։ Դրանց ասեմ, սրանք դրա համար են, մինչև ընտրություններ, ներհասարակական կյանքը մխտարելն է, նվազագույն պրոբլեմներ առաջացնել են, բայց մենք որպես ժողովուրդ մենք պետք է ընդհանրապես, եթե շատ էլ լիներ, էլի պետք է դիմանանք։ Մենք չենք պատասխանում, չէ, հանուն ասենք 4 հատ լոլիկի, ենթադրենք պետությունը ծախենք։ Չենք պատասխանում, չէ, հետևաբար ժողովուրդները պետք է մենք որպես ժողովուրդ, մենք մեր պետության արտաքին քաղաքականությունը լավ պետք է հասկանանք։ Մենք ինքներս միջազգային հարաբերությունների տրամադրում մենք պետք է զարգանանք, հասկանանք, որ պետությունները սենց են աշխատում, իրար նկատմամբ ճնշումներ կարող են, դա մարդով չի։ Իրենք որ կան ամբողջ Հայաստան են հանձնելու Ռուսաստանին բրծանեն։ Ուզում ասեմ, տենց նույնիսկ չեմ էլ առաջարկում դիմանալու բան չկա, էլի։ Անել բաներ են կանցնեն կգնան։ Հիմա մենք օրինակ կենտրոնանում ենք անձերի վրա, ասում ենք օրինակ Փաշինյանին ընտրեն, Ծառուկյանին, Քոչարյանին, թե Կարապետյանին, բայց եթե ավելի լայն իմաստով նայենք, ձեր կարծիքով կա հասարակության մոտ են գիտակցումը, թե մենք ինչի միջով ենք ընտրում, որովհետև օրինակ այս ուժերին, այդ երեք կուսակցությունների առաջնորդներին, որ լսում ես Ռուսաստանին չնեղացնենք, Ռուսաստանի հետ չացրեցիք հարաբերությունները, տնտեսական պատերազմ հայտարարեց, այս որ լիներ Ռուսաստանը սենց չեր անի, Հայաստան բառը ընդհանրապես շատ քիչ է հնչում իրենց թեզերում, թրիփի մասով էլ նաև այդ կարևոր օրինակ բանը փաստաթուղթը, որ նախաստորագրվեց, Իրանին սկսեցին հիշել, հանկարծ Իրանին չնեղացնենք, կա մեր հասարակության մոտ են գիտակցումը, թե մենք լայն իմաստով ինչի միջև ենք ընտրություն կատարելու։ Կարծում եմ կա, իհարկե միայն գիտակցումը, գիտելիքը չի, որ առաջնորդում է ընտրությունը, նաև իմաստնությունը կա ժողովուրդների կուտակված, նաև առողջ բնազդը կա, նաև բնական խելքը կա։ Մենք իհարկե որպես ժողովուրդ բաներ կա պետք է նկատի ունենք, ես էլ հետը, մենք պրոբլեմ ունենք գիտելիքի հետ կապված, բայց մենք ունենք առողջ բնական գիտելիք, առողջ բանականություն եւ ես ենթադրում եմ գլխավորապես սա է առաջնորդում, որ հայությունը ճիշտ ընտրություն անի։ Որովհետև մեր 30 տարվա կյանքը, նաև դրանից առաջ սովետական այլանդակությունները կրթությամբ մեզ շատ են փչացրել։ Օրինակ, ես կարծում եմ, շատ ավելի լավ է կրթություն չունենալ, քան ունենալ սովետական կրթություն, որովհետև դա պետության դեմ է։ Օրինակ, բան կա, չէ, ասենք Լևոն Տեր-Պետրոսյանը, այդպես ինչ ռեկլամ ասես, վրան գրած է բան, մեծ գիտնական բան, ասեմ։ Դրա կրթությունը ում է պետք։ Ասենք հա ինքը ինտելեկտուալ մարդ է երևի իր տանեցիկի շրջանակներում, բայց այդ ձևի ինտելիքից աստված հեռու պայ է, որտեղ ինչքան բարձում է կրթված է եղել, այսինքն սովետական կրթությունը, այնքան ավելի մեծ վնաս է տվել պետության։ Ավելի լավ է մարդ այդ գիտելիքը չունենա, մնա առողջ բանականության մեջ, բնական խելքով գործի։ Եվ հետևում իր տված օգուտը շատ ավելի մեծ կլինի։ Այսինքն նախ բնական խելքն է, բանականությունն է, երկրորդը հա դե քիչ թե շատ այս վերջին 5 տարվա ընթացքում հասարակությունը զարգացել է, տեղեկատվական տեխնոլոգիաներն են շատ, հնարավորություններ կան տարբեր աղբյուրներից ինֆորմացիա ստանալու, մարդիկ արագ ինքներն են կարողանում տեղեկատվություն որոնել եւ զանգվածային նորմալ լրատվամիջոցները էլի աշխատում են եւ հեշտ է հիմա եւ ես կարծում եմ այո մեր ժողովուրդը գլխավորապես այստեղ նույնիսկ անձերի հարց չի ինքը իր մեջ ջարդում է ենթակայական միտքը ենթակայական ուսանքը
Եվ ես էլ եմ ասում, ցավալի բան է, բայց մենք դե արձանագրենք ռուսական աշխարհընկալումը, ռուսական մտածողությունը, մեր ազգային մտածողության բաղադրիչ է եղել։ Դա շատ վտանգավոր բան է։ Դրա համար ինքը հիմա սա էլ է իր միջից անում։ Իհարկե, բայց նաև ատելություն ունի սրանց նկատմամբ։ Սրանք գիտեն իրենց օսլայած դեմքով էլ է թազա եկել են, գիտեն մեր ժողովուրդը իրենց չի ճանաչում։ Իրենց հույսը իհարկե, ասենք 15 տարի առաջ ծնվածն է, որ իրենց դեմքը չի տեսել, բայց դե բարձվում է 15 տարի առաջվա ծնվածը, որ սովետության իրավունք ունի, բանականություն ունի։ Այսինքն ուզում ասել տարբեր բաներ են, եւ իրենց ֆիգուրաներն են, եւ իրենց տարիների մգլած, մռայլ, աղքատ կյանքի հուշն է եւ նաեւ վարկաբեկված կյանքի հուշն է, որտեւ իրենց ժամանակ հետ որ իրենք խոսում են մենք բան, ես որ գայի կզանգեի հարցեր կլու, իրեն ժամանակ Հայաստանի Հանրապետությունը անկյուն նետված պետություն է եղել։ Պետությունն էլ այտենց ձևական ֆորմալ իմաստով, թե չէ պարզ է որ դա եղել է Ռուսաստանի սյուզերեն տարածք, սրանք էլ եղել են ստեղի, այսինքն նայողներ էլի, եւ շատ վատ են նայել տարածքը։ Բայց հիմա այդ տարածքի տերը ոտքի է կանգնել եւ կանգնելու է, ունի այդ տարածքի գիտակցումը ունեցող քաղաքական ուժեր եւ այդ քաղաքական ուժերով սրանց ջնջխելու է, սրանք ոչ մի շանս չունեն։ Պարզապես դե հա, մենք այս զառոցը մեզ ուղեկցելու է մինչև ընտրությունից հետո այդ զառոցը կկտրվի։ Ղարաբաղի մասին նաև կուզեի անդրադառնանք, որովհետև հիմնական օրինակ այն հարցը, որ մոտենում են նաև վարչապետին քարոզարշավի ժամանակ, Ղարաբաղը հանձնելու մեղադրանքն է ու իրենք երեքն էլ այդ թեզն են առաջ տանում, թե իշխանությունները հանձնեցին Ղարաբաղը, Քոչյանը վերջին հարցազրույցում ես լինեի պատերազմը ընդհանրապես չէր լինի, գերիների հարցն են նաև օրինակ Ծառուկյանն ասում է շատ արագ իր կապերով գերիներին հետ կբերի, այս շահարկումները ընդհանրապես ինչքանով են ձեր կարծիքով աշխատող ու այդ Ղարաբաղը հանձնելու մեղադրանքը այն կոնտեքստում, որ օրինակ վարչապետը իր բոլոր ելույթներում նշում է, որ Ղարաբաղյան շարժումը իր բանով դադարեցվել է եւ չպետք է այլևս շարունակվի։ Նայեք, դա Ղարաբաղի հարցը եւ դրա հետ կապված ընտրությունների վրա ազդեցության գործակիցը մենք ստուգել ենք 21 թվականին։ Այն ժամանակվա պիկը Արցախի հարցով խնդիրներ բորբոքելու, սրանց լեշը բերելու հետ 21 թվականին ստուգվել է եւ այսօր այդ հարցը արդիական չի։ Եվ Արցախի խնդրի գյուտարարները իրենք են։ Ռուսաստանն է իհարկե գլխավոր գյուտարարը Արցախի ոճիրին, բայց իրենք մեր ժողովուրդը լավ պիտի իմանա, ինքը իր կյանքը ճիշտ պիտի դիագնոզ անի, ճիշտ պիտի վերլուծի։ Այդ Արցախի խնդրը սարքվել է մեր գլխի։ Իհարկե, երբ որ մարդիկ մասնակցել են ազատագրական պայքարի, մասնակցել են ազգի մղումներով, իրենք եղել են արդար, տարածքի իրենցն է եղել, ամեն ինչ ճիշտ է, բայց այդ process-ը Արցախի կոնֆլիկտը կառավարվել է Ռուսաստանի կողմից։ Ես էլի եմ ասում, սովետական միության լուծարում մենք լավ հասկանանք։ Հասկացել են, որ փլվում են, ԿԳԲ-ն հավաքվել է, այս բոլոր 15 հանրապետություններին հավաքվել է, ասել է ցրվում ենք։ Բայց ամենտեղ մի հատ ռեզիդենտ է նշանակել ԿԳԲ-ի, որ պետությունը փչացնի, որ պետություն չսարքեն։ Մեր պարագայում կոնֆլիկտն էլ է շատ եղել եւ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած մենք կառավարել են այդ կոնֆլիկտը։ Լևոն Տեր-Պետրոսյանը չի եղել կոնֆլիկտը լուծելու համար, հեքիաթը թող չպատմի։ Ինքը ռուսական ձևով կառավարել է այդ կոնֆլիկտը։ Ինքը թող մեր ժողովրդին բան բացատրի, ինչու է 94 թվականին արա գնացել հրադադարի մասի պայմաններ, այսինքն գնացել է, ասել է եկեք իրար չկրակենք։ Այդպիսի բան է ստորագրել այդ մարդը։ Ու դրանից հետո սկսել է զառոցը, տանք, չտանք, էս անենք, այն անենք, մի խոսքով կառավարված է։ Եվ այս Արցախի խնդրեմ ինչ է եղել, Ռուսաստան, Թուրքիա գործակ, քեստել են Ադրբեջանին, քշել են մեր վրա, օգտագործել են Ղարաբաղից թռած տակնարած գեներալներին, որ եկել էր հիմա Հայաստանում միութենական պետություն բաղավում։ Դրանց միջոցով է այդ Ղարաբաղի կոնֆլիկտ մենք մեղավոր չենք, մեր ժողովուրդը մեղավոր չի։ Ղարաբաղի
շարքային, քաղաքացին, բնակիչը մեղավոր չի, մեղավոր է Հայաստանի մինչ հեղափոխական անցյալը, Ղարաբաղյան կլանը եւ Ղարաբաղյան կլանի Երևանյան մասնաճյուղը։ Սրանք եղել են ռուսական գործակալական ցանցներ, այս աղետը բերել են մեր գլխին, որովհետեւ հետո Հայաստանում մեղաշրջում անեն, Հայաստանն էլ հանձնեն։ Բայց դա այստեղ չեն կարողացել, ջարդվել են այստեղ եւ հիմա մենք էլ բոլորս էլ ապացուցում ենք, բացատրում ենք, որ ոչրագործները իրենք են։ Դե մեր ժողովուրդը ես կարծում եմ իմաստուն է եւ ինքը ճիշտ է գնահատում իր կյանքը, ճիշտ է գնահատում իր իրողությունները, իսկ այն մարդիկ, ովքեր որ Արցախի հարցը նորից բորբոքում են, նայեք, Հայաստանի Հանրապետություն ցանկացածը պիտի իմանա, նույնիսկ Արցախահայությունը։ Հայաստանի Հանրապետության օրակարգից դուրս օրակարգ չի կարող լինել։ Դուք չեք հիմա ասենք, եթե բավոր Նախիջևանից 4 հատ հայ գա, հիմա էլ Նախիջևանի հայությունը ասի Նախիջևանը պետք է հետ բերենք։ Որտեվ նայեք, եթե այտենց եք նայում, Նախիջևանի իրավական հիմքը, Արցախի իրավական հիմքից ուժեղ է։ Ուժեղ է, որտեվ Նախիջևանը Ադրբեջանի հանձնել որպես խնամակալություն, պրոտեկտորատ է դա։ Դե հիմա ասենք էտել անենք, այսինքն դրա համար ես ասում եմ, այն ժողովուրդները, որոնք իրենց նպատակները, ծրագրերը պատշաճեցնում են իրենց պետության ուղղություններին եւ աշխարհագրության, այդ ժողովուրդները աշխարհի ամենաերջանիկ ժողովուրդներ եւ հարատև ապրելու հնարավորություններ ունեն։ Իսկ այն ժողովուրդները, որոնք իրենց ցնդաբանությունները, ցնորքները, թեկուզ երազները, թեկուզ արդար մղումները գերակային դիտում պետության ուղղություններից այդ ժողովուրդները դատապարտված են մահվան եւ իրենք սա են անում բորբոքեն ժողովրդական զանգվածային գիտակցության մեջ դարձնեն դա գլխավոր ուղղություն պետության ուղղությունները դարձնեն ենթակայական քշեն էլի աշխարհի դեմ էլի մորթվեն սրանց ուզածը դա է սրանք ոչ մեր ժողովրդի հետ կապ չունեն իսկ այն մարդիկ ովքեր ենթադրենք որ ազնիվ մղումներով են անում իբրև թե մի հատվածներ կա իբրև թե ազնիվ մղումներով է անում իրենք էլ պետք է իմանան այդ որ գնացել են այնտեղ բանեն են վարչապետի դեմ ինչ-որ բաներով քշում են Ղարաբաղի որպես ազատ արդար պայքարացման ժամանակին դուք ձեր խնդիրը չեսել եմ ասել դուք պետք է գնաք օրինակ մեր պետության ղեկավարների հետ կամ թեկուզ ընդդիմության հետ ում հետ կուզեք խոսեք Արցախահայության ինտեգրման մասին Դուք Արցախահայությանը Հայաստանի օրակարգի մեջ ինտեգրելու մասին պետք է խոսեք, ոչ թե մարդու իրավունքների հռչակագիրը դնեք հետևների ջեբը ու քաշեք ժողովրդի դեմ, պետության դեմ Արցախի հարց բորբոքելով, չեք կարող, կա Հայաստանի Հանրապետություն, հա եղել է այդ ողբերգությունը, սրանք են այդ ողբերգության հեղինակները։ Դասենք պիտի կարողանանք մի անգամ այս տրանսֆորմացիան ապրել, այս շրջանը ապրել։ Մեր ժողովուրդը պիտի շարունակի լինել իմաստուն։ Այն ինչ որ եղել է, դա ունի մեղավոր եւ մեղավորն է։ Դա Հայաստանի մինչ հեղափոխական անցյալն է եւ իրենց գլխավոր հայրենիքի ղեկավարը, որն է Ռուսաստանը։ Հետեւաբար ասած, սա մեր ուժից բան է եղել։ Թողեք սա, շարունակեք ապրել։ Գլխավորը դիտեք ձեր ինքնիշխանությունը եւ ել եմ ասում, մեր ներվերը չուտեք հանկարծ։ Իհարկե, ել եմ ասում, մենք պարտավոր ենք, մենք պիտի Արցախահայությանը ընդունենք, հարգենք, պատվենք, ինչը որ մենք անում ենք։ Իրենք էլ պիտի հարգանքով վերաբերվեն մեր ժողովրդի իդեալներին, մեր պետության աշխարհագրությանը եւ չբորբոքեք, որ չանեք այդպիսի բան, չանեք, որ հետո չբողոքեք։ Մենք պետք է շրջանը անցնենք, իսկ այս ճորտության օսանք ես ուսում ես ընդության ժամանակը ջախջախ։ Այդ տարիների օրինակ թույնը, որ այսպես ձևակերպեմ ներարկել են Արցախահայության, ովքեր հիմա այստեղ են, ատում են Հայաստանի իշխանություններին, ատում են բոլոր այն մարդկանց, ովքեր քվեարկել են այդ իշխանությունների օգտին, պատրաստվում են նորից քվեարկել, հնարավոր է ինչ-որ մի կերպ օրինակ այս հարցը լուծել, հաշվի առնելով նաև ձեր նշած այդ բորբոքումը, որ անընդհատ այդ թույնի սնուցումը, որ անդադ տեղի ունենում։ Դա դժվար հարց է։ Ընտրություններից հետո կարծում աստիճանաբար կթուլանա, դրանց բորբոքում են։ Նախ ուզում հիմա սրանց թողնենք, ենթադրենք թույնը սրասկերեն, այս էլ մարդ պիտի ունենա ինքը առողջ բանականություն, հետո ինչ թունավորել են։ Բայց ես ինքս արտաքին աշխարհը տեսնում եմ, չէ, ես ինքս շատ բաներ կարող եմ ինքս մտածել վերլուծել, չէ։ Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, իշխանությունները, որը բանով ոչ բանը մեղավոր չեն, բացարձակ մեղավոր չեն։ Եվ եթե այդ ատելությունը թշնամանքը առաջացավ, հակառակ ազդեցություն է գալիս։ Նայեք, միշտ ազդեցություն ունի հակազդեցություն։ Ինչ ուզում եք արեք։
Եվ դա շատ վտանգավոր բան է, իրենց նպատակն էլ դա է, ինչքան հնարավոր է թշնամանք լինի, որ միջէթնիկական հակասություններ, միջէթնիկական բախումներ, որտեղ սրանք նորմալ մարդիկ չեն։ Սրանք կառավարվող մարդիկ են, սրանց ինչ պետք է, ինչքան հնարավոր է թշնամանք հասարակության մեջ, ինչքան հնարավոր է կոնֆլիկտ, բայց ես ենթադրում եմ մենք սա կհաղթահարենք։ Ընտրություններից հետո, երբ որ մենք արդեն հնարավորություն կունենանք գլխավորապես կենտրոնանալու մեր ներքին խնդիրներին, որովհետև այս վերջի 3-4 տարին գլխավորը եղել է արտաքին քաղաքականությունը։ Իսկ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության նկատմամբ գերակա է եղել, որտեղ մենք ունեինք արտաքին վտանգները զսպելու խնդիր։ Հիմա արդեն քանի որ շատ հարցեր ունենք մենք, օրինակ թրիփ կա, ԵՄ կա, չգիտես հազար ու մի բան կա, մենք այդությունից հետո արագ տեղափոխվենք մեր ներքին կյանք եւ Արցախահայությանը արագ կինտեգրենք եւ իրենք էլ պիտի պատրաստ լինեն ինտեգրվելու։ Ոչ մեկ իրավունք չունի թշնամանք հրահարել եւ դրա վրա հպարտ լինել։ Բայց դա էլ եմ ասում, դա մի պատճառ ունի, ենթակայական հոսանքը կջարդվի եւ այդ հարցերը մենք կլուծենք։ Շնորհակալություն, պարոն Սուքիասյան, նշեցնեմ, որ տաղավարում հյուրընկալել էի Հայկ Սուքիասյանին, կհանդիպենք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։